Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Երկու հարց ունեմ, նախ այս օրերին թեժ քննարկվում է, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության, գիտեք, ընդդիմադիր երկու թևերը բանավիճում են եւ եկել հասել են այս կետին, որ որոշ հարցադրումներ են հնչում, կուզենայի այդ հարցերին դուք էլ պատասխանեք, մասնավորապես Ագնեսա Խամոյանը հարցադրում արեց, որոնք հասարակության մեջ կան, ասում է, ինչպես եղավ, որ 2018-ին Արթուր Դավթյանը, որին դհոլ չի էր ասում Նիկոլ Փաշինյանը, թողեց, որ մնա դատախազ աշխատի ձեր մոտ, ինչպես եղավ, որ ռադիոտունը գրավելիս որևէ խոչընդոտ չստեղծվեց ձեր համար, այս հարցերի պատասխանները դուք ունեք, ինչպես հանձնվեց իշխանությունը, Սերժ Սարգսյանը արդյոք այսպես ինքնակամ սկուտեղի վրա հանձնել է իշխանությունը ձեզ, եւ երկրորդ հարցը Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենիչը խոսելով մարտի 1-ի ապօրինի ծագման գույքի թալանի եւ այլ այս գործերի հետ կապված, երբ հարցադրում եղավ, թե ինչպես է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան չկա որևէ ավարտական ակտ, այսպես ասած, իրենց հանցանքների համար, որի մասին խոսում էր ձեր իշխանությունը, ասաց, որ բանը նրանում է, որ նրանց փաստաբանները շատ ավելի ուժեղ են, քան դատախազները, եւ դրա համար է, որ բոլոր դատերը պարտվում են։ Դուք համաձայն եք այս կարծիքի հետ? Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, բնավ ընդհանրապես ցանկություն չունեմ միջամտելու ուրեմն Սերժ Սարգսյանի թիմի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի ես ուրեմն փոխհրաձգության մեջ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցել ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխություն եւ ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունները զավթած խմբավորումները ժողովրդի ճնշման ներքո ուրեմն լքել են իշխանությունը եւ հետո նաեւ ժողովրդի ճնշման ներքո ուրեմն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, դաշնակցության ներկայացուցիչները, ուրեմն Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, թե ճիշտ եմ հիշում այդ ժամանակվա ուրեմն պարլամենտի կառուցվածքը, ընտրել են ուրեմն Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դաշնակցությունը թվեցի այո դաշնակցությունը եւս ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ոչ բռնի ժողովրդական Թավշյա հեղափոխություն եւ այդ հեղափոխությունը շարունակվում է առ այսօր եւ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք անելու։ Մյուս ձեր հարցադրումները, թե ինչու է այս մարդը պաշտոնյա, ավելի ձեր հարցադրումները չէ, Քոչարյանի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրումներին եթե անդրադառնամ, ես էլ բազմաթիվ հարցեր ունեմ, որը կապ ունի մեր օրինակ դատաիրավական համակարգի հետ, թե ինչի Քոչարյանը նստած չի, ինչի Սերժը նստած չի, ինչի ես նստած չի, են նստած չի, ես էլ այդ հարցերն ունեմ եւ իմ այդ հարցերի պատասխանները գտնում եմ դատաիրավական բարեփոխումների այս ընթացքի մեջ եւ մեծ սպասումով, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը սպասում է, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում մեր երկրում արդարադատությունը ուրեմն վերջնական տեսքի գա ինստիտուցիոնալ իմաստով իր համապատասխան արդյունքներով եւ հետևանքներով։ Իսկ թե ինչու է այս պաշտոնյան, այն պաշտոնյան ինչ որ մի փուլում պաշտոնավարել, դա էլ ոչ բռնի ժողովրդական Թավշյա հեղափոխության արդյունքն է։ Եվ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ տարբեր պաշտոնյաներ տարբեր ժամանակներում պաշտոնավարել են, իրենց պաշտոնավարման արդյունքներից պայմանավորված շարունակել են կամ լքել են իրենց պաշտոնները։ Շնորհակալություն։ Սիվիկեմ, խնդրեմ ձեր հարցը։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այս հակամարտությունում պարոնայք պարզվեց, որ նրանք մեղադրում են միմյանց, որ արտաքին ուժեր են նաեւ օժանդակել 2018-ի հեղափոխությանը, չնայած Միքայել Մինասյանը Վատիկանում նախկին դեսպանը այս մասին եւս խոսել է իր հոդվածում վերջերս հրապարակված, որտեղ նշում է, որ հեղափոխությունը պատճառներ նաեւ նախկինում վատ կառավարման, դուք արտաքին ուժերի ներկործության, կամ ազդեցության մասին ինչ կասեք եւ պարոնայք պարզվեց նաեւ վերջերս Աննա Մկրտչյանը պատիվ ունեմ խմբակցությունից հայտարարեց, որ հեղափոխության օրերին հանրապետականների տների մոտ դագաղների ակցիաները կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանի համակիները, թիմակիցները, հարազատները, այս մասին ինչ կասեք, որովհետեւ 7 տարի շարունակ ձեզ մեղադրել են դագաղների ակցիա իրականացնելու մեջ հեղափոխության օրերին։ Իրականում արտաքին ուժերի ներգրավման մասին կամ ազդեցության մասին պնդումը դա անհեթեթություն է, բայց գիտեք, եթե մենք ապրենք այլ
քաղաքական համակարգում ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն եւ խորհրդարանում ուժեր, գուցե արժեր, որ մենք որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաներին, բայց ցավոք սրտի կամ բարեբախտաբար չգիտեմ, այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա բանավեճի մեջ են, պետքա նաեւ գործոն լինեն, որպեսզի իրենց վերաբերյալ այդ բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի։ Ես կարող եմ ինձ թույլ տալ արձանագրել, որ այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա դժվարությամբ գուցե լցնեն։ Դրա համար ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետքա ուղղակի հայտնի սկեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Բայց ես մի բան էլ ավելացնեմ արտաքին ուժերի այս մեղադրանքի հետ կապված, այսինքն մարդիկ են մեղադրում եւ մեղադրանքներ հնչեցնում, կարծիքներ հնչեցնում առայն որ արտաքին ուժերի ազդեցություն կար ոչ բռնիթավշա ժողովրդական հեղափոխության ընթացքում, այն ուժերն են պնդում, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ ամեն բան արել են, որ Հայաստանում տեղի չունենա հեղափոխություն եւ մինչեւ այսօր էլ եւ վաղն էլ մյուս օրն էլ արտաքին ուժերի ազդեցությամբ ամեն բան փորձելու են անել հետ պատտելու Հայաստանում ուրեմն զարգացման այս ուրեմն ընթացքը։ Այդ է արտաքին ուժերի ազդեցությունը եւ այդ մարդիկ են ամեն բան անում արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում տարածելու համար։ Սա է ըստ էության այդ մեղադրանքների ես կարծում եմ շատ ուղիղ պատասխանը։ Ինչ վերաբերվում է մնացածին, Աննա Մկրտչյան եւ այլն եւ այդպես շարունակ, ես եւ պարոն Խանդոյան եւ մենք չենք պատրաստում այդ մարդկանց կարծիքներն առասարակ մեկնաբանել։